Այսօր ավարտվեցին Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալի նկարահանումները։ Դերասանական անձնակազմը հավաքված էր սրահում, միաժամանակ ուրախ, հուզված ու անասելի կերպով կապված իրար հետ։ Այս նախագծի շուրջ ձևավորված մեծ ընտանիքը ավարտին է հասցնում մի պատմություն, որը հուզեց 100 հազարավոր հեռուստադիտողների, այսուհետ առօրյան այլ է լինելու, առանց երկար նկարահանման ժամերի, առանց միասին անցկացրած բեմական 12 ժամերի, բոլորը ապրում էին միևնույն զգացումը՝ ուրախություն գործի ավարտի համար, բայց նաև խոր տխրություն մի ամբողջական կյանքի փուլ փակվելու կապակցությամբ։ Սակայն մինչ վերջին դրվագների հեռարձակումը դեկտեմբերի 29-ին և 30-ին, սյուժեն շարունակում է նոր թափ հավաքել։ Առաջիկա զարգացումները խոստանում են լինել աննախադեպ։ Հենց վերջերս տեղի ունեցավ շոկային իրադարձություն։ Լիլիթը փորձեց սպանել Անգելինային, սառնասրտորեն ուղղելով ատրճանակը նրա վրա, հյուրերով լի սրահում, բայց Սոսը, որ այդ պահին մոտակայքում էր, դիմեց վճռական գործողության։ Նա մոտեցավ Լիլիթին, հաշվարկված հարվածով հանեց զենքը նրա ձեռքից և անմիջապես տարավ նրան տուն, փակելով մեկուսացված սենյակում։ Շուտով շտապօգնությունը ժամանեց, բժիշկները տեղում գնահատեցին Լիլիթի վիճակը, հանգստացրին նրան հատուկ դեղամիջոցներով և տեղափոխեցին հոգեբուժարան։ Սա միակ տրամաբանական ելքն էր, հաշվի առնելով նրա հոգեկան անկայուն վիճակը։ Նույնիսկ ընտանիքի անդամները, որոնք տարիներ շարունակ հանդուրժել էին նրա քմահաճույքներն ու բռնկումները, այժմ հասկանում են՝ այլ ելք չկար։ Սակայն Արամը, նրա որդին, չի կարողանում ներել հորը։ Բոլորն արդեն հասկանում են՝ Սոսի արարքը դստեր կյանքը փրկելու միակ ուղին էր։ Մինչ այդ Անգելինան, մոլորված, վախեցած նաև այն հեռանկարից, թե իր կենսաբանական հոր Սոսի ճակատագիրը վտանգի տակ է, որոշում է այցելել Հենրիի տուն, փորձելով հաշտվել։ Բայց իրադարձությունները կրկին դուրս են գալիս վերահսկողությունից։ Միքայելի շանտաժային քաղաքականությունը կրկին առաջ է մղվում։ Նա արդեն հասցրել էր Սոսի մասին տեսագրությունը ուղարկել ոստիկանություն, չսպասելով ոչ Հենրիի, ոչ էլ Անգելինայի որոշմանը։ Սա նրա հերթական գործիքն էր՝ մանիպուլյացիայի միջոցով վերահսկելու իրավիճակը։ Սակայն Հենրին, իմանալով այս ամենը, իր մեջ վերջնական եզրահանգման է հասնում։ Նա Անգելինային ուղարկում է տուն և ասում, որ չի ցանկանում ստիպողաբար նրան պահել իր կողքին։ Անգելինան հեռանում է, որ ցավով, հասկանալով, որ Միքայելի ստվերը շարունակելու է փչացնել իրենց կյանքը։ Հենրին կարծես փորձում էր պաշտպանել և իրեն, և նրան, միաժամանակ գիտակցելով, որ այս հարաբերությունները հնարավոր չէ փրկել, երբ շուրջը միայն կեղծիք ու խաբեություն է։ Բայց պատմությունն այստեղ չի ավարտվում, ահա և անսպասելի շրջադարձ։ Լիլիթը, հոգեբուժարանում չդիմանալով մեկուսացմանն ու դեղորայքային ազդեցությանը, փախչում է։ Նրա անհետացումը միանգամից տարածվում է։ Հենց այդ պահին Լիլիթը հայտնվում է Հենրիի առաջ։ Այդ մասին վկայող տեսանյութեր են տարածվել նաև համացանցում։ Հենրին փորձում է նրան կանգնեցնել, բռնել, գոնե մի պահ կանգնեցնել նրա անկառավարելի ընթացքը, բայց Լիլիթը, ինչպես միշտ, խուսանավում է ու փախչում, այս անգամ դեպի անհայտություն։ Նրա միտքը լցված է մոլագարության վերջին փուլով։ Իր մղձավանջը պետք է ավարտվի միայն արյամբ, և սա ամենասկզբնական ազդանշանն է, որ վերջնագիծը մոտ է։ Հարգելի հետևորդներ, ում արյունն է թափելու Լիլիթը, կամ միգուցե հենց ինքը Լիլիթն է մահանալու, և եթե այո, ապա ում ձեռքով։ Գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում։